Սիրելի ընկերներ, Անտիֆեյքի եթերում մենք շարունակում ենք քննարկումների շարքը տարածաշրջանում տեղնեցող իրադարձությունների եւ Հայաստանի Հանրապետությունում տեղնեցող իրադարձությունների շուրջ եւ այս անգամ եւս ես հյուրընկալել եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանին։ Ողջույն, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Պարոն Խաչիկյան, մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներ, Իսրայել տանդեմի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղնեցած ռազմական գործողություններից հետո կա որոշակի հրադադար, որը իհարկե չի տարածվում Լիբանանի վրա, բայց մենք տեսնում ենք, որ կողմերը փորձ են անում գոնե այս փխրուն հրադադարը պահպանել, սակայն մենք նաեւ տեսնում ենք, որ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը չի հանդարտվում եւ դիվանագիտական լուծման կողմերը չեն կարողանում հասնել։ Այս հակամարտության համատեքստում ինչպիսի շրջափուլում ենք մենք գտնվում։ Հիմնական հարցը, որը Իրանը առաջ է դրել, դա իր միջուկային ծրագրի հարցն է, միջուկային ուրանի հարստացման հարցն է։ Իրանը պահանջում է, որ նա պահպանի այդ իրավունքը, Իրանը հարստացնելու իրավունքը։ Պետք է ասել, որ պատերազմից 2 օր առաջ Իրանը առաջարկել էր հանձնել իր ուրանի պաշարները միջազգային կազմակերպության եւ ենթարկել վերահսկողության, բայց այդ առաջադրանքը չընդունվեց։ Կար նաեւ 2016-ին կարծեմ ընդունված JCPOA պայմանագիրը, որը այդ հարցը կարգավորում էր, Իրանը ենթարկում էր իր ծրագիրը միջազգային վերահսկողության, բայց դա էլ չընդունվեց։ Հիմա Իրանը փորձում է պահպանել իր իրավունքը հարստացնել ուրանը, որը մի քիչ դժվար է հասկանալ, քանի որ մի կողմից նրանք միջուկային զենք չեն ձեռք բերում, մյուս կողմից մոտեցնում են ուրանի հարստացման տոկոսը 60%-ին, որից հետո արդեն շատ արագ կարելի է ստանալ ռազմական ուրան։ Միացյալ Նահանգները սա չի ընդունում։ Իրանի ուրիշ պահանջները դա այն է, որ Հորմուզը լինի Իրանի տիրապետության տակ, եւ Իրանը կարողանա վարձ վերցնել անցնող այդ նավերից, ամեն նավից 1-ից 2 միլիոն, եւ այդ փողը երկրի վերակառուցման համար։ Եվ մի քանի ուրիշ հարցեր, ուզում են, որ սանկցիաները, պատժամիջոցները չհարգվեն, եւ այլն եւ այլն։ Բայց այդ հարցերով առայժմ առաջադիմություն չկա եւ Միացյալ Նահանգների հետևը կանգնած է Իսրայելը, որը ցանկանում է, որ այս պատերազմը շարունակվի։ Իսկ Միացյալ Նահանգները հիմա ընտրություն ունեն, կամ սկսել օրինակ ցամաքային պատերազմ, որը կլինի ինքնասպանություն եւ կբերի հազարավոր զոհերի, կամ շարունակել ռմբակոծությունը, որը դեռ որևէ արդյունք չի տալիս, քանի որ Իրանը ունի, ինչպես ասացինք մենք, ստորգետնյա ամրոցներ, 500 մետր խորության վրա գտնվող, գրանիտային պլաստերի տակ գտնվող ամրոցներ, որը ամերիկացիները չեն կարող խոցել օդից։ Այսինքն սա փակուղի է, եւ մի ուրիշ բան, տնտեսապես Իրանը հաղթում է, քանի որ ամբողջ աշխարհում տարածվում է այս ճգնաժամը, ամբողջ աշխարհը աղաչում է, որ բացվի նեղուցը, եւ քաղաքական տեսակետից նույնպես Իրանը հաղթում է, քանի որ Տրամպի օրերը հաշված են։ Դուք տեսաք այս հարցակումը, այսօրվաս արդեն 3-րդն է, եթե չեմ սխալվում, արդեն 3-րդ անգամ փորձում են վերացնել Տրամպին։ Եթե ցանկանաք դրա մասին կարող ենք խոսալ, եւ որևէ կասկած իմ մոտ չկա, որ աշնանը պարտվելու են հանրապետականները, ընտրվելու են դեմոկրատները, դրանից հետո լինելու է Տրամպի impeachment, առանց որևէ կասկած, այս մարտերը սա ամենանախագաներից է Միացյալ Նահանգության մեջ։ Պարոն Խաչիկյան, Դոնալդ Թրամփը շարունակում է հակասական հայտարարություններով հանդես գալ, մեկնախոսում է երկխոսության կարևորության եւ իբրև թե դրական դինամիկայի մասին եւ անմիջապես հետո խոսում է, որ նորից կարող են վերսկսել ռմբակոծությունները։ Ըստ Միացյալ Նահանգները ինչպիսի որոշում վերջեվերջո կկայացնի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում եւ Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմը չի կարողանում իր առջև դրված ռազմավարական խնդիրը լուծել։ Միացյալ Նահանգների ղեկավարը գտնվում է հիպերզգոնություն։ Քանական մի վիճակ են, այս վիճակում է գտնվում, երբ մարդը մեծ բարձր ստրեսի պայմաններում ընդունում է որոշումներ, երբ մարդը տեսնում է, որ սխալվել է, իր սպասած արդյունքը չի ստացել, նա սկսում է իրարամերժ բաներ ասել, խուճապի ենթարկվել, իր կամքը կորցնում է, իմպուլսիվ բացումներ անում։ Սա նույն վիճակն է, որում գտնվում էր այս խմբի ղեկավարը 20 թվականի պատերազմի ժամանակ։ Հիշում եք, երբ որ ասում էր վերցրեք բրոնեժիլետները, կասկաները, գնացեք ճակատ եւ այլն։
նա մեծ ստրեսի տակ է, իր որոշում ընդունելու ունակությունը տեսնում եք, որ արդեն բացակայում է, եւ սրա ավարտը ինչպես է լինելու դժվար է պատկերացնել։ Կարծում եմ, որ լավագույն դեպքում երկու կողմն էլ կհայտարարեն, որ հաղթել են, ինչ որ միջնորդի կդիմեն եւ ինչ որ ձևով կլուծեն այս ճգնաժամը, բայց ինչպես Միացյալ Նահանգները կարող է համաձայնվել, որ Հորմուզը լինի Իրանի տիրապետության տակ, դա դժվար է պատկերացնել։ Իրանը նաեւ պահանջում է, որ հետ քաշվի Միացյալ Նահանգները իր բազաները փակի այս ռեգիոնում, այն 13 բազան, որը արդեն համարյա փակված է հարձակումների պատճառով, որ հանվեն սանկցիաները եւ Իրանը կարողանա ռազմական, ոչ թե ռազմական, այլ հարստացնել, իր հարստացման ծրագիրը պահպանել։ Իսկ Թրամփը ասում եմ, նա շատ նման է ԿՊ-ականի, քանի որ անընդհատ նախկիններին է մեղադրում, ասում է, որ այս պատերազմները մեղքն են, իրարամերժ բան ասում, անընդհատ խոստում է տալիս եւ չի կատարում։ Իրան արդեն որևէ մեկը լուրջ չի ընդունում, մանավանդ հետո, երբ որ նա մեկ դեր այդ խոսքը Ֆտարով սկսող բառը գրեց իր սոցցանցի վրա, դրանից հետո ասեց, ես կոչնչացնեմ ամբողջ քաղաքակրթությունը, նա իրեն լուրջ ղեկավարի պես չի պահում, եւ մի ուրիշ շատ բարդացնող հանգամանք այն է, որ Իսրայելն է կանգնած իր հետևը եւ Իսրայելը պահանջում է, որ այս պատերազմը շարունակվի, քանի որ Իսրայելի նպատակն է ոչնչացնել Իրանը։ Կարծում եմ ժամանակավորապես կարող է ինչ-որ համաձայնության գան միջնորդների օգնությամբ, բայց մեր ռեգիոնում, հենց Հայաստանում, հենց Սյունիքում, հենց Մեղրի այդ միջանցքում, Զանգեզուրի միջանցքում, որը սրանք հանձնել են, ճնշումը մեր վրա կտրուկ կբարձրանա։ Միացյալ Նահանգները փորձում է մեկուսացնել Իրանը, այսինքն մեր սահմանը փակել Իրանի հետ, կտրել մեզ Իրանից, դա իրենց շահերին համապատասխանում է եւ Իսրայելի շահերին համապատասխանում, իսկ Թուրքիան, Ադրբեջանը շատ են ուզում, որ այդ միջանցքը բացվի։ Եվ Ֆիդանը ասեց, սա մեր կենսական շահերի գոտին է, շնորհավորում եմ ձեզ։ Ես տարիներ առաջ զգուշացնում եի, որ սրան էլ կհասնի գործը եւ այդպես էլ եղավ։ Մեր վրա ճնշումը աճելու է, մեր վիճակը գնալով բարդանալու է ցավոք սրտի։ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն բանակցելու Վլադիմիր Պուտինի հետ։ Ասես ռուսական կողմը արդյոք կարող է հանդես գալ որպես միջնորդ հակամարտության կարգավորման համատեքստում եւ Ռուսաստանը ինչ դերակատարում կարող է ունենալ առհասարակ։ Այո, իհարկե Ռուսաստանը կարող է հանդես գալ որպես միջնորդ եւ անցյալում արդեն այսպիսի փորձ արվել էր, եթե հիշում եք Թրամփը զանգահարել էր Պուտինին, Ռուսաստանը արդեն Իրանին տրամադրել է ռազմատեխնիկական օգնություն, ըստ բացախբյուրների այնտեղ կան խորհրդատուներ, որոշ ռազմատեխնիկական օգնություն կա, բայց իհարկե շատ սահմանափակ, քանի որ Ռուսաստանը իր գոյության հարցն է լուծում փաստորեն Ուկրաինայում այս պատերազմում նա բախվում է ամբողջ արևմուտքի հետ։ Այս Ուկրաինայի պատերազմը մեծ դժբախտություն էր եւ հայերի համար, եւ իրանցիների համար։ Իսկ Իրանը Ուկրաինայում վճռական օգնություն տրամադրեց Ռուսաստանին, եթե հիշում եք, այդ շահիդները ամենակարևոր զենքերից մեկն են, որոնք օգտագործվում էին Ուկրաինայում մանավանդ պատերազմի սկզբում։ Այսինքն Իրանը համ երևի խնդրելու է միջնորդություն, համ էլ խնդրելու է լրացուցիչ օգնություն Ռուսաստանից, բայց իհարկե շատ սահմանափակ են հիմա Ռուսաստանի հնարավորությունները։ Սա հարձակում է ոչ միայն Իրանի վրա, սա հարձակում է Ռուսաստանի վրա, իր հյուսիս-հարավ կոմունիկացիաների վրա, սա հարձակում է Չինաստանի վրա, մեկ ճանապարհ, մեկ գոտի իր ծրագրի վրա, քանի որ ռմբակոծվում են բոլոր կոմունիկացիաները։ Դուք գիտեք, որ արդեն երկաթուղի էր կառուցվել Չինաստանից դեպի Իրան եւ այդ երկաթուղին ոչնչացվել է։ Այսինքն սա ստրատեգիական արևելքի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի վրա հարձակում է, ակնհայտ բաց հարձակում է։ Կարծում եմ, որ այո, Ռուսաստանը որոշ փորձեր ջանքեր կգործադրի, որպեսզի օգնել Իրանին եւ միջնորդ հանդիսանալ այս կոնֆլիկտում։ Մանավանդ որ Թրամփի հետ հարաբերությունները այդքան էլ լավը չեն, նրանից հետո, երբ որ իրենց Ալյասկայում ձեռբերած համաձայնությունները փաստորեն ոչինչի չբերեցին։ Պարոն Խաչիկյան, դուք նշեցիք ռուս-ուկրաինական հակամարտության մասին, ձեզ ներկայումս այդ հակամարտությունը, որը ոչ պակաս կարևոր է, քան մերձավոր արևելքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, ինչպիսի շրջափուլում է գտնվում եւ այստեղ էլ պետք է ֆիքսենք, որ երբ Դոնալդ Թրամփը մտնում էր Սպիտակ տուն, նա խոսք էր տվել, որ պատերազմը շատ արագ կդադարեցվի, սկզբից 24 ժամ, հետագայում արդեն 1 ամսվա կտրվածքով, բայց մենք տեսնում ենք, որ պատերազմը շարունակվում է եւ կարող ենք փաստել, որ այս պատերազմի վերջը եւս չի երևում։
Այո, այս պատերազմը նույնպես փակուղու մեջ է, այս կոնֆլիկտը փակուղու մեջ է, արդեն 4 տարից ավել է, սա արդեն փաստորեն մեծ հայրենական պատերազմից ավելի երկար պատերազմ դարավ։ Տրամպը խափեց, բայց ոչ միայն այս հարցով, շատ ուրիշ հարցերով նա խափեց, նա ասաց, որ իր համար ամենակարևորը Ամերիկան է, տնտեսությունն է, ոչ մի այդպիսի բան չեղավ, ընդհակառակը նա հիմա լրացուցիչ 100 միլիարդավոր դոլարներ է տրամադրում այս պատերազմին, ամերիկացիները մնում են աղքատ, մնում են դժվար իրավիճակում, իսկ նա փողը տալիս է փաստորեն միջոցները տրամադրում է Իսրայելին եւ այս պատերազմին։ Ուկրաինայի պատերազմը փակուղու մեջ է, ռուսական ուժերը որոշ տեղերում առաջ են գնում, որոշ տեղերում փակուղի ֆրոնտը չի փոխվում, ճակատի գիծը չի փոխվում, որոշ տեղերում ուկրաինացիները գրոհում են, հակագրոհ են հասցնում, ըստ որոշ բաց աղբյուրների ուկրաինացիները ստացել են ժամանակակից դրոններ Եվրոպայից եւ ժամանակավոր հաջողության հասել են։ Ռուսաստանը իհարկե իր կողմից է ջանքեր գործադրում այս պատերազմը։ Երբ որ այս պատերազմը սկսվեց, ես ասել էի Ռուսաստանին կկազմակերպեն փոքրիկ եվրոպական Աֆղանիստան, այսինքն արյունակամ կանեն Ռուսաստանը։ Այդպես էլ եղավ։ Հիմա արդեն 4 տարուց ավել է սա տևում է։ Վերջը չի երևում, Ուկրաինան չի զիջում, Դոնբասը, Լուհանսկը, որտեղ Ուկրաինայում ԿՊ չկա, որ ասի Դոնբասը թոգեր մեր վզին, կամ Ղրիմի բնավ թոգեր մեր վզին, կամ Ղրիմը Ռուսաստանը եւ վերջ, նրանք այդպիսի բան չեն ասի։ Զայզիջումների չեն գնում, իսկ Ռուսաստանի համար առանց այս տարածքներին դուրս գալ պատերազմից նշանակում է ընդունել իրենց պարտությունը, որը շատ լուրջ հետևանքներ, քաղաքական հետևանքներ կունենա Ռուսաստանում։ Սա փակուղի է, անելանելի վիճակ է, անգամ եթե սառեցվի պատերազմը, ինչ որ զիջատար կնքվի, միամից վերազինվի Ուկրաինան եւ Ռուսաստանը եւ շատ հնարավոր է լինելու է ռևանշ։ Սա էլ է անհուսալի վիճակ է, ցավոք։ Մենք այո ապրում ենք երրորդ համաշխարհային պրոքսի պատերազմ, այսինքն գերտերությունները միմյանց տարածքի վրա չեն պատերազմում, բայց երրորդ պետությունների տարածքի վրա արդեն մի քանի ռեգիոնում գրում են առճակման եւ վերջի շատ կարևոր զարգացումը այն է, որ Ճապոնիան սկսել վերազինվել եւ Չինաստանը հայտարարել է, որ եթե Ճապոնիան շարունակի այս տեմպերով վերազինվել, Ճապոնիան կոչնչացվի։ Այսինքն մի գերներ մնացել, որը չէր մասնում, դա Չինաստանն էր, Ճապոնիան լարվածություն, կամ եթե Չինաստանը Տայվանը, մենք պաշտոնապես կարող ենք գրել, որ համաշխարհային պատերազմ պրոքսի ձևով։ Պարոն Խաչիկյան, դուք խոսեցիք համաշխարհային պատերազմի հավանականության մասին։ Եվրոմիությունը 50 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրելու Ուկրաինային, դա այն 50 միլիարդն է, որը որ Օրբանի վարչակարգը շարունակաբար վետո էր կիրառում, եւ արդյոք ձեզ Եվրոպան էլ ավելի չի մոտեցնում ձեր ասած համաշխարհային պատերազմը իր վերջին որոշումներով։ Այո, ցավոք սրտի Եվրոպան գնում է դեպի մեծ առճակատում Ռուսաստանի հետ եւ մեծ պատերազմ Ռուսաստանի հետ, Լեհաստանն եւ Ֆրանկում են միջուկային զենքի օգտագործման սցենարները Ռուսաստանի դեմ, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան խոսում են վերազինման մասին, Գերմանիան վերականգնում է իր բանակը, ամբողջ Եվրոպայով կառուցվում են ռազմական գործարաններ, բավականին անհեթեթ հայտարարություններ են արվում, որ Ռուսաստանը ուզում է զավթել Եվրոպան, որը աբսուրդ է, ցավոք սրտի Եվրոպայի ղեկավարությունը այո գնում է դեպի մեծ պատերազմ Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանը նույնպես դա նկատում է։ Ամեն ինչ որոշվելու է Ուկրաինայում, ամեն ինչ որոշվելու է Ուկրաինայի այս առճակատման հետևանքով։ Բայց ցավոք սրտի այո Եվրոպայի ղեկավարությունը աշխարհը տանում է դեպի մեծ պատերազմ Ռուսաստանի հետ։ Ես ասացի արդեն ամբողջ Եվրոպայով վերազինման ծրագրեր են, ռազմական գործարաններ են կառուցվում եւ Ֆրանսիան հիմա այս իր ղեկավարի ազդեցության տակ փորձում է կատարել Եվրոպայի անվտանգության երաշխավորողի դերը անգամ միջուկային զենքի իր միջուկային անձրևանոցի տակ պահել Եվրոպան։
Եվ վերջում խոսենք նաև հայաստանյան իրադարձությունների մասին, որոշակիորեն մենք տեսնում ենք, որ շարունակվում են ձերբակալությունները իշխող ռեժիմի կողմից ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, մենք նաև ֆիքսում ենք, որ վերջին օրերին տեղ ունեցավ այսպես կոչված քաղաքացու օր միջոցառումը, որտեղ փորձ էր արվում քարոզչական առումով տպավորություն ստեղծել, որ իբրև թե հասարակությունը աջակցում է գործող ռեժիմին, սակայն մենք նաև փաստում ենք, որ դա իրականում ընդհանուր քարոզչական փորձ էր։ Ըստ ձեզ վերջին օրերին Հայաստանում ինչեր կատարվում։ Սա ևս մեկ հայտարարակ պարտություն էր այս ռեժիմի համար։ Առաջինը պարզվեց, որ այդ ձրի խորովածի խոստումները հերթական սուտն էին։ Մարդիկ եկել էին եւ իրենցից խնդրում էին վճարել 6000 դրամ ամեն մսի կտորի համար, որը փաստորեն մոտավորապես $14 է, որը Միացյալ Նահանգներում դուք կտայիք ռեստորանում, եթե ստեյք ուտեիք, այդ նույն գինն էր։ Այսինքն անգամ այս հարցով մարդկանց խաբեցին։ Երկրորդը, այս ռեժիմը ասում է, որ նրանք վստահ են, որ ունենան մեծամասնություն խորհրդարանում, բայց վստահ ղեկավարությունը չէր լինի խորովածով մարդկանց խաբել, կաշառել, որ նրանք գան եւ մասնակցեն իրանց ցույցին։ Եվ երկրորդը, իհարկե, վճռություն ունեցող ռեժիմը չէր զբաղվի տերորով, այսինքն հերթական ղեկավարին, մեր ընդդիմության ղեկավարներից մեկին, այն էլ ռազմական հերոսին հերթական անգամ ձերբակալում են։ Սա ակնհայտ դիկտատուրա է եւ տերոր է։ Այո, սա ակնհայտ տերոր է, ակնհայտ բռնապետություն է եւ իհարկե արևմուտքը ոչինչ չի ասի, քանի որ սա իրանց մարտն է եւ իր դերն է հանձնել Հայաստանի վերջին կտորը։ Ռաֆիկ Ալֆեյանի հետ, որը պրոֆեսոր է միջազգային Փարիզի ասաց բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանում մասնատել սկզբից նրանք են այդ անկլավ Տիգրանաշենի այս դրում է նշանակում է կանգնացնելու արդեն հանձնել է։ Տիգրանաշենի հանձնումից հետո մենք կտրվելու ենք Սյունիքից, Սյունիքներ հարավից կտրվում է Իրանից։ Մենք կրկորցնելու ենք մեր սահմանը Իրանի հետ։ Դա ասում է միջազգային իրավունքի էքսպերտ, միջազգային իրավունքի մասնագետ Փարիզում դասավանդող Փարիզի համալսարանում։ Ոչ թե ինչ-որ բլոգեր, որը մենք գտել։ Եվ նա շատ կոնկրետ բացատրում է, որ Ադրբեջանը սկզբից կուլ է տալու Սյունիքը, որտեղ Սյունիքը վերևից եւ ներքևից կտրելու են, դա դառնալու է մի խորովածի կտորել Սյունիքն է դառնալու, բայց մեզ համար չի լինելու, դա թուրքերի համար։ Նրանք դա կուլ կտան։ Դրանից հետո Ադրբեջանը հավակնություններ ունի ստանալ Սևանի արևելյան կեսը, քանի որ ըստ իրենց առաջի հանրապետության քարտեզի 18-ից 20 անցյալ դարի, որը նրանք համարում են հիմք իրենց այսօրվա հանրապետության համար, Սևանի արևելյան մասը պետք է լինի նրանցը, Սևանը պետք է կիսվի, մինչև Իջևան նրանք պետք է գրավեն։ Հայաստանը դրանից հետո մեզանից մնալու է, ասենք, Երևանի մի մասը, Էջմիածնի մի մասը, որը ժամանակի ընթացքում կհայաթափեն եւ նույնպես կուլ կտան։ Եվ մենք այս ժամանակ զբաղված ենք ձրի խորոված առաջարկելով մարդկանց, խաբելով եւ ընդդիմության ղեկավարների այս Եվրո կազմակերպում է որևէ պարտավորություն պետք չի ակնկալել, որ Եվրոպան կամ մենք կդառնանք Եվրոպական միության անդամ, կամ կապահովետանգությունը, կամ ինչ-որ ռեալ ռազմական օգնություն կտրամադրեն, այդպիսի ակնկալիքներ պետք չի ունենալ։ Նրանք ուղղակի գալիս են, որ այս մարդը նորից ընտրվի եւ հանձնի Հայաստանի վերջին կտորը։ Թող մեր ժողովուրդը որոշի, թե նա ինչպես է ուզում Հայաստան լինի, թե չլինի։ Մենք շուտով բոլորս այդ հարցին պատասխանելու ենք ընտրությունների ժամանակ։ Շնորհակալություն պարոն Խաչիկյան, սիրելի ընկերներ, Հանդիպեք եթերում ես զրուցեցի Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Մնացեք Հանդիպեք եթերում, կհանդիպենք։